Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Ուզում եմ սկսել այն օրհնությամբ, որ Աստված հրամայեց Իսրայելի առաջնորդներին, որ այդպես օրհնեն իր ժողովրդին։ Թող Տերը օրհնի մեզ ու պահպանի մեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը մեզ վրա ու ողորմի մեզ։ Թող Տերը բարեհաճ լինի մեր հանդեպ եւ խաղաղություն տա մեզ։ Տեր Աստված, բարեխոսում եմ յուրաքանչյուրիս համար, ընտանիքիս համար, հարազատներիս համար, լսողների ու նրանց հարազատների համար, հայ ազգիս համար, ծանոթ ու անծանոթների համար, տուր մեզ փափուկ, քնքուշ, դյուրազգաց ու սիրող սրտեր, որ մեր սրտերը փափուկ ու սիրող լինեն քո հանդեպ, որ մեր սրտերը փափուկ, դյուրազգաց, սիրող լինեն քո խոսքի հանդեպ, որ երկնքի հացն է, որ մեր սրտերը փափուկ ու սիրող լինեն քո կամքի հանդեպ։ Տեր Աստված, թող քո հոգին քո խոսքը տանի ու հասցնի մեր հասկացողությանը, մեր խղճին, մեր սրտերին։ Հաստատի թող մեր մեջ քո խոսքը, օծիր մեր հասկացողությունը եւ մեր սրտերը, ընդունելու, հասկանալու եւ հավատալու քո խոսքին եւ հանձնվելու քո կամքին։ Թող հոգին եւ խոսքը միասին աշխատեն մեր մեջ, քո փառքի եւ մեր փրկության համար։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Իսկ հիմա մենք վերադառնանք Թոմաս Ուոթսոնի «Ապաշխարության վարդապետությունը» գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Այսօր մենք խոսելու ենք ապաշխարության 6-րդ բաղադրիչի մասին, որը մեղքից հետ դառնալն է, մեղքից շրջվելն է։ Որպեսզի ամեն բան առավել օգտակար լինի եւ մեծ օրհնություն լինի եւ մեզ տանի ճշմարիտ ճանապարհի վրա, ապա նախկին դասերներ լսեք, որ ամեն բան կապակցված լինի։ Իսկ այսօր սկսենք խոսել մեղքից ետ դառնալու մասին։ Ապաշխարության 6-րդ բաղադրիչը մեղքից հեռացումն է, մեղքից ետ դառնալն է։ Բարեփոխված վարքագիծը, մտածելակերպը մեղքերի խոստովանության ու ապաշխարության հետևանք է, արդյունք է, կամ այդպես պիտի լինի։ Ինչ օգուտ, եթե մենք լաց լինենք, բայց մնանք մեղքի մեջ։ Ոչ մի օգուտ, ուղղակի ուռած աչքեր կունենանք։ Իսկական ապաշխարությունը, ինչպես ազոտաթթուն, մաշեցնում է մեղքի երկաթե շղթան, ջարդում այն։ Հետևաբար մեղքի համար սուգն ու լացը պիտի միավորված լինի մեղքից հեռանալու հետ։ Կարդանք Հովել մարգարեության 2-րդ գլխի 12-ից 13 խոսքերը։ Սակայն հիմա Տերն ասում է. ձեր ամբողջ սրտով դեպի ինձ դարձեք, ծոմով, լացով ու ողբով, եւ պատռեք ձեր սրտերը եւ ոչ թե ձեր հանդերձները, եւ ետ դարձեք դեպի Տերը ձեր Աստվածը, քանզի ողորմած ու գթառատ է նա, երկայնամիտ է ու բազումողորմ եւ պատրաստակամ ներելու։ Եզեկիել գրքի 14-րդ գլխի 6-րդ խոսքում Աստված այսպես է ասում. Ուստի Իսրայելի տանն ասա, այսպես է ասում Տեր Աստված. դարձի եկեք ու հետ դարձեք ձեր կուռքերից եւ ձեր բոլոր պիղծ կուռքերից հետ դարձրեք ձեր դեմքերը։ Ես նախ ուզում եմ աղոթել, որ ամեն անգամ, երբ Իսրայելի անունն եք լսում, չգայթակղվեք, այլ հասկանաք, որ սա Աստծո ընտրյալ ազգն է եւ Աստված Իսրայելի միջոցով խոսում է ամեն մարդու եւ ամեն ազգի հետ, որ չտրվեք սատանայի ստերին եւ չնայեք այսօրվա իրադրությանը, այլ անգան խորագիտություն եւ իմաստություն Աստված տա,
որ ամեն բանի նայենք աստվածային աչքերով եւ աստվածային խոսքին վստահելով։ Մեղքից այս շրջադարձը կոչվում է մեղքից հեռանալ, մեղքը բաց թողնել, ինչպես օրինակ մարդը կհեռանա գողից կամ գդաթարի հարաբերություն ունենալ, ընկերություն անել կախարդի հետ։ Կարդա Եսայի գրքի 55 գլխի 7-րդ խոսքը։ Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը, եւ Տերը կգթա նրան, մեր Աստծուն, որովհետև նա առատապես կների։ Մեղքից շրջվելը կոչվում է նաև մեղքը հեռու դնել, մեղքը հեռացնել մեզանից։ Կարդանք Հոբ գրքի 11-րդ գլխի 14 խոսքը։ Եթե ձեռքիդ անօրենություն կա, այն հեռացրու, ու քո վրաններում անիրավություն թող չբնակվի։ Կարդանք Գործք առաքելոցից մի դրվագ, որտեղ Պողոսի ձեռքին օձ էր բարձացել, ու եթե մենք մեղքը թունավոր օձ համարենք, մենք էլ այսպես պիտի վարվենք մեղքի հետ, ազատվենք դրանից ու հեռացնենք մեր կյանքից։ Գործք առաքելոց 28 գլուխ 5-րդ խոսք։ Պողոսը օձին կրակի մեջ թափտվեց և իրեն ոչ մի վատ բան չպատահեց։ Ապաշխարության կյանքը բերում է նրան, որ մենք մեռնում ենք մեղքի համար, այսինքն մենք շարունակաբար ապաշխարում ենք, արմատախիլ ենք անում մեղքը մեր կյանքից, դադարում ենք բերի հող լինել մեղքի համար և հետևաբար մեղքը էլ մեր մեջ չի կարող ապրել, որովհետև մենք մեռած ենք մեղքի համար, բայց ապրում ենք Քրիստոսի համար։ Հենց այն օրը, որ մենք դարձի ենք գալիս, քրիստոնյա դառնում, հենց այդ օրը մարդը պետք է բռնի մեղքի կյանքից հեռանալու ճանապարհը ու ցմահ ծոմ պահի, ի նկատի չունեմ ուտելիքի ծոմ։ Այստեղ նշված մեղքերը միայն օրինակներ են, սա լրիվ ցուցակ չէ։ Աչքը պետք է ծոմ պահի անմաքուր հայացքից, այսինքն տրփանքով որևէ մեկին չնայի, կեղտոտ ֆիլմեր չնայի ու նման բան իր տանից ու շրջապատից հանի, որ չգայթակղվի։ Ականջը պետք է ծոմ պահի զրպարտություն լսելուց, բամբասանքներից, եթե դու բամբասանքի մեղքի մեջ ես օրինակ։ Լեզուն պետք է ծոմ պահի հայհոյանքից, անիծելուց, սուտ խոսելուց, սուտ վկայություն տալուց, մարդկանց գրգռող բաներ ասելուց։ Ձեռքերը պետք է ծոմ պահեն կաշառքից, թալանից, բռնությունից, սեռական պղծությունից և այլն։ Ոտքերը պետք է ծոմ պահեն անմաքուր ճանապարհներից, կռապաշտության վայրերից, գիշերային ակումբներից, գինետներից, խաղատներից և այլն։ Եվ մեր հոգին էլ պետք է ծոմ պահի ամբարշտությունն ու չարությունը, մեղքը սիրելուց։ Սիրտը պետք է ծոմ պահի ատելուց, չներելուց, վիրավորվելուց, գոռոզությունից, հպարտությունից, մեծամտությունից և այլն։ Մեղքից նման շրջադարձը ենթադրում է նկատելի փոփոխություն և արդյունք և տեսանելի։ Փոփոխություններից մեկն այն է, որ մեր սիրտն է փոխվում։ Մեր քարե սիրտը մսեղեն սիրտ է դառնում, քնքուշ սիրտ է դառնում։ Հիսուսի 40 օրյա փորձության ժամանակ սատանան ցանկանում էր, որ Քրիստոսն ապացուցի իր աստվածությունը քարերը հաց դարձնելով, բայց Քրիստոսը շատ ավելի մեծ հրաշք է գործել քարերը մսեղեն դարձնելով։ Այսինքն մեր սրտերը, մեր քարե սրտերը մսեղեն դարձնելով։ Եվ դա տեղի է ունենում ապաշխարության միջոցով, Քրիստոսը մեր քարե սրտերը վերածում է մսեղեն սրտերի։ Փոփոխություններից մյուսն էլ այն է, որ մեր կյանքերն են փոխվում։
Մեղքից շրջվելը այնքան տեսանելի հետևանքներ, ազդեցություն ու արդյունքներ է ունենում մեր կյանքում, որ ուրիշներն էլ են դա պարզ տեսնում։ Ուստի այն կոչվում է փոփոխություն խավարից դեպի լույս։ Կարդանք Եփեսացիներ նամակի 5-րդ գլխի 8-րդ խոսքը։ Քանի որ թեպետ մի ժամանակ խավար էինք, իսկ հիմա լույս ենք, Տիրոջով լույսի որդիների պես ընթացեք։ Պողոսը երբ տեսավ երկնային տեսիլքը, այնքան վերափոխվեց, որ բոլոր մարդիկ զարմացան այդ փոփոխության վրա։ Կարդանք Գործք Առաքելոց 9-րդ գլխի 21 խոսքը։ Բոլորը, ովքեր լսում էին, զարմանում էին եւ ասում. Սա չէր, որ հալածում էր Երուսաղեմում Հիսուսի անվանը կոչ անողներին, եւ այստեղ էլ նրա համար է եկել, որ սրանց ձերբակալելով քահանապետների մոտ տանի։ Այդպիսի փոփոխություն էր եղել։ Քրիստոնյաներին հալածողից Պողոսը վերածվել էր Քրիստոսի խոսքը տարածողների։ Մեկ այլ տեղում տեսնում ենք, թե ինչպես ապաշխարությունը բանտապահին դարձրեց հոգատար, խնամող եւ բժիշկ։ Կարդանք Գործք Առաքելոց 16-րդ գլխի 27-ից 34 հատվածը։ Պողոսը եւ էլի մի հավատացյալ բանտարկված էին։ Երբ բանտապետը արթնանալով բանտի դռները բացված տեսավ, որտեղ Աստված գերբնականորեն բացել էր բանտի դռները, որ Պողոսն ու մյուս հավատացյալը դուրս գային, ու երբ բանտի դռները բանտապահը բացված տեսավ, սուրը քաշեց եւ ուզում էր ինքն իրեն սպանել, որովհետեւ կարծում էր, թե բանտարկյալները փախել են։ Բայց Պողոսը բարձրաձայն կանչեց եւ ասաց. «Դու քեզ չվնասես, որովհետեւ մենք բոլորս այստեղ ենք»։ Բանտապետը լույս խնդրեց, ներս վազեց եւ դողալով Պողոսի ու Շիղայի առաջ ընկավ։ Նրանց դուրս բերելով բանտից ասաց. «Պարոնայք, ես ինչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ Նրանք ասացին. «Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, եւ կփրկվես դու եւ քո ընտանիքը»։ Եվ Տիրոջ խոսքը քարոզեցին նրան եւ բոլոր նրանց, ովքեր նրա տանն էին։ Գիշերվա նույն ժամին նրանց տարավ, վերքերը լված եւ իսկույն մկրտվեցին ինքը եւ բոլոր յուրայինները։ Նրանց իր տուն տանելով սեղան դրեց եւ իր ամբողջ ընտանիքով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։ Տեսնում ենք, որ հավատքի գալուց հետո, ապաշխարելուց հետո այս բանտապետը առաքյալներին տարավ բանտից իր տունը, լվաց նրանց վերքերը եւ կերակուր դրեց նրանց առաջ։ Սա նման է մի նավի, որ նավարկում է դեպի արևելք ու քամի է բարձրանում, ու այդ քամին նավի ուղղությունը լրիվ փոխում է, ու նավը արևելքի փոխարեն հիմա արևմուտք է գնում։ Սա ապաշխարած մարդիկ են, որովհետև նախկինում նրանք բռնել էին բոլորի պես դժոխքի ճանապարհը, ապստամբության ճանապարհը Աստծո դեմ, Աստծուն հակառակվելու ճանապարհը, եւ Սուրբ Հոգու շունչը, Սուրբ Հոգու քամին եկավ ու հպվեց, ու հիմա նրանց ճանապարհը փոխվել է հակառակ ուղղությամբ, դեպի դրախտ, դեպի Աստված ու դեպի հնազանդություն առ Աստված, դեպի հավատք առ Աստված։ Աստվածաբանները նինվեցիների ապաշխարության մասին ասում են, որ եթե մի օտարական, ով տեսել էր մինչև ապաշխարությունը Նինվեի բնակիչների ցոփ ու պիղծ կյանքերը, ապաշխարությունից հետո մտներ այդ քաղաքը նորից, նա հազիվ թե իր աչքերին հավատար, որ դա նույն քաղաքն է եւ նույն մարդիկ էին, քանի որ այն շատ փոխվել էր, չկար արդեն ցոփությունն ու պղծությունը, այլ կար առաքինությունը, հեզությունը եւ Աստծուն հնազանդությունը։ Ապաշխարությունն այնպիսի տեսանելի փոփոխություն է մտցնում մեր մեջ, որ թվում է մենք լրիվ ուրիշ մարդ ենք դարձել։ Կարծես նույն մարմինը ունենք, բայց ուրիշ հոգի է ապրում այդ մարմնի մեջ։ Նման փոփոխության մի օրինակ բերենք այսօր։ Որպեսզի մեղքից շրջվելը իրական լինի, այն մի քանի բաներ են պահանջվում։ Խոսենք դրանցից մեկի մասին։ Մեղքից շրջվելը պիտի լինի մեր ողջ սրտով,
սրտանց շրջադարձ մեղքից։ Սատանան ոչ մի ջանք չի խնայում գրավելու մեր սիրտը։ Հիսուսն ասեց, որ ամեն չարիք սրտից է բխում, ուրեմն մեր սրտերը պետք է առաջինը սկսեն հետ դարձը մեղքից։ Կրոնի մեջ, հավատքի մեջ սիրտն ամեն ինչ է։ Եթե սիրտը մեղքից չի հեռանում, ուրեմն մեղքի այդ շրջադարձը կեղծիք է, իրական չէ։ Կարդանք Երեմիա 3:10 խոսքը։ Բայց այսուամենայնիվ նրա անհավատարիմ քույր Հուդան ամբողջ սրտով դեպի ինձ չդարձավ, այլ ստությամբ, ասում է Տերը։ Այստեղ հրեա ժողովրդի պատմության այն պահն էր, որ երկիրը պառակտվել էր, ու կար տարածք, որ կոչվում էր Իսրայել, ու կար տարածք, որ կոչվում էր Հուդա։ Եվ Հուդան և նրա բնակչությունը արտակնապես կարծես վերափոխվել էր, բայց Աստված ասում է, դա ընդամենը շոու է, ցուցադրական է, իրական չէ։ Թվում էր, թե Հուդայում կռապաշտությունը այնքան սարսափելի աստիճանների ու չափերի չէր հասել, որքան Իսրայելում։ Սակայն Հուդան ավելի վատն էր, քան Իսրայելը, ըստ Աստծո։ Աստված Հուդային անվանում է անհավատարիմ, դավաճան, շնացող, որովհետև Հուդան և այնտեղ բնակվող ժողովուրդը ձևացնում էին, թե փոխվել են, թե էլ չեն ապստամբում Աստծո դեմ, թե էլ կուռքեր չեն պաշտում, բայց դա թաքուն էին անում։ Նրանք ստում էին, բայց Աստված սրտեր քննող Աստված է։ Աստված ամեն բան իմացող Աստված է, նրանից թաքուն ոչինչ չկա։ Ու նրանց սիրտը Աստծո կողմնակիցը չէր, Աստծո հետ չէր, նրանց սրտերը Աստծո հանդեպ քնքուշ, փափուկ ու սիրող չէր, այլ կարծրացած էր։ Աստծո խոսքը նրանց սրտի մեջ չէր մտել։ Այսինքն Հուդան ու իր բնակչությունը ամբողջ սրտով չէին հեռացել մեղքից։ Նրանց սրտերը չէին դադարել մեղքը սիրելուց, մեղքի հետ ընկերություն անելուց, մեղքից հաճույք ստանալուց։ Ես ուզում եմ այս ամբողջ հատվածը կարդալ, և մենք եկեք Իսրայել և Հուդա անունները փոխենք ու Հայաստան դնենք, մեր անունները դնենք, մեր, անձամբ մեր, ու լսենք Աստծո վշտագին կանչը մեզ, որ հետ դառնանք մեր բռնած չար ճանապարհից, որտև սա մեզ էլ է վերաբերվում, ամեն մարդու, ամեն ազգի, ամեն երկրի։ Կարդանք այդ հատվածը։ Եթե մի մարդ արձակի իր կնոջը, և նա հեռանա նրանից, և ուրիշ մարդու հետ ամուսնանա, միթե մարդը կրկին նրա մոտ կվերադառնա, միթե այն երկիրը բոլորովին չի ապականվի, դու շատ հոմանիների հետ ես շնացել, նորից դեպի ինձ ես վերադառնում, ասում է Տերը։ Այսինքն դու շատ ուրիշների հետ ես շնացել։ Բարձրացրու աչքերդ դեպի լերկ բլուրները և տես, դու որտեղ չես շնություն արել, ճանապարհներին նստել էիր նրանց համար, ինչպես արաբացին անապատում, և երկիրը ապականեցիր քո շնությամբ ու քո չարությամբ։ Եվ անձրևները դադարեցին, և վերջին անձրևը չեկավ, բայց դու շնացող կնոջ ճակատ ունեցար, մերժում ես ամաչելը, հիմա էլ ինձ չես կոչել, ով հայր իմ, դու ես իմ երիտասարդության մտերիմ, ասում է, հիմա էլ ինձ չեք կանչում, դարձի չեք գալիս։ Միթե հավիտյան կբարկանա և վրդովմունքը միշտ կպահի, ահա դու այսպես ես խոսում, բայց չարություն ես անում, որ չափ կարողանում ես։ Ասում է, ձեր մտքում ասում եք, միթե Աստված շարունակելու է միշտ մեր վրա բարկացած մնալ, միշտ վրդովված մնալ մեզ հետ, բայց ասում է, դուք համետ ասում եք, բայց միևնույն ժամանակ շարունակում եք ձեր չարությունն անել, ձեր շնությունը անել։ Եվ Տերն ասաց ինձ Հովսեա թագավորի օրերին. տեսար, թե ինչ արեց ուխտադրուժ Իսրայելը։ Նա ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ գնաց շնացավ այնտեղ։
Եվ ես խորհեցի այս ամենն անելուց հետո կվերադառնա դեպի ինձ, բայց նա չվերադարձավ։ Եվ նրա անհավատարիմ քույր Հուդան տեսավ։ Եվ ես տեսա, որ երբ այս ամենի համար, որ ուխտադրուժ Իսրայելը շնություն արեց, նրան արձակեցի և արձակման թուղթ տվեցի նրան, նրա անհավատարիմ քույրը Հուդան չվախեցավ, այլ գնաց ու ինքն էլ շնացավ։ Եվ նրա շնության լրբությամբ երկիրը ապականվեց, ու նա շնացավ քարի ու փայտի հետ։ Բայց այսուամենայնիվ նրա անհավատարիմ քույր Հուդան ամբողջ սրտով դեպի ինձ չդարձավ, այլ ստությամբ, ասում է Տերը։ Եվ Տերն ինձ ասաց. ուխտադրուժ Իսրայելը առավել արդարացրեց իր անձը, քան անհավատարիմ Հուդան։ Գնա և այս խոսքերը հայտարարի դեպի հյուսիս և ասա. հետ դարձիր, ով ուխտադրուժ Իսրայել, ասում է Տերը, իմ բարկությունը ես ձեր վրա չեմ թափի, որովհետև ես ողորմած եմ, ասում է Տերը, հավիտյան ող չեմ պահի, միայն թե ճանաչիր քո անօրենությունը, որ ապստամբեցիր քո Տեր Աստծո դեմ, և ճանապարհներդ փռեցիր օտարների առաջ ամեն կանաչ ծառի տակ, և իմ ձայնին չհասցացիք, ասում է Տերը, այսինքն ամեն կուռքերի առաջ։ Դարձեք, ով անհավատարիմ որդիներ, ասում է Տերը, որովհետև ես եմ ձեր վրա տիրողը։ Լսենք Աստծո կանչը։ Տեսնենք Աստծո սիրտը մեզ համար, նրա ցավը մեզ համար և դառնանք մեր մեղքերից։ Մեղքից ազատվելու ցուցադրություն անելը վիրավորական է Աստծո համար, երբ մեր սիրտը դեռևս մեղքի հետ է ու սիրում է այդ մեղքը։ Պատմություն կա մի սաքսոնական թագավորի մասին, ով մկրտվելուց հետո եկեղեցում ուներ երկու տարբեր զոհասեղաններ, մեկը քրիստոնեական կրոնի համար, մյուսը հեթանոսական։ Սա անարգանք է Աստծուն։ Աստված պահանջում է, որ մեր ամբողջ սիրտը հեռացվի մեղքից։ Մեր ողջ էությամբ ու մեր ողջ սրտով պիտի զղջանք ու հետ դառնանք մեղքից, և խոսքը միայն կռապաշտության մեղքը չի, անհավատության մեղքը չի, անաստվածության մեղքը չի, այլ ամեն մեղքից։ Ամեն չարիք, որ մենք գործում ենք, մեր մտքով, մեր սրտում, մեր ձեռքերով, մեր ոտքերով, մեր կյանքերով, մեր աչքերով ու ականջներով, մեր ողջ էությամբ և ադամական մեր էության համար ևս։ Այսքանը այսօր, վաղը կշարունակենք։ Աստծո աջը թող մեզ առաջնորդի, Աստծո ձեռքը թող յուրաքանչյուրիս վրա լինի ամեն պահ, ամեն վայրկյան ու առաջնորդի դեպի լույս, դեպի ճշմարտություն, ու թող մեր սրտերը կարծրացած սրտերից մսեղեն սիրտ դարձնի Աստված։ Ամեն։